Ողջունում եմ այս 5 ամսյա հանրահավաքների բոլոր մասնակիցներին։ Ուզում եմ ասել, որ դուք կարողացաք մի շատ կարևոր բան անել այս 5 ամսում։ Դարձաք այն եզակի միավորներից մեկը, ով հայտարարեց հրապարակային պայքարի դուրս գալու մասին և հաստատակամորեն ու հետևողականորեն 5 ամիս շարունակ պահեց իր հրապարակը, հետևաբար այդպիսով արդեն հանդերձ դառնալով շատ կարևոր մի գործոն Հայաստանի հասարակական քաղաքական կյանքում։ Նորից ու նորից ողջունում եմ ձեզ, Հայ ազգային կոնգրեսը, ինչպես բոլոր նմանատիպ դեպքերում, կանգնած է ձեր կողքին, աջակցելու է ձեզ ձեր բոլոր նախաձեռնություններում։ Հիմա մի երկու խոսք Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի և նոր իրողությունների մասին։ Մեր կարծիքով Հայաստանում այսօր ձևավորվում է բոլորովին նոր մի իրողություն։ Եվ դա կապված է այն հանգամանքի հետ, որ իշխող ռեժիմը, Սերժ Սարգսյանի գլխավորած իշխող այս հանցավոր խումբը, որը մենք անվանում ենք ավազակապետություն, սրընթաց կորցնում է ինքնապաշտպանության և կենսունակության իր ռեսուրսները։ Հիմա բացատրեմ, թե ինչու։ Օրենքի խախտմամբ, ընտրակեղծիքների միջոցով զավթելով իշխանությունը Հայաստանում և չունենալով ժողովրդի, բացարձակ չունենալով ժողովրդի աջակցությունը, հետևաբար նաև լեգիտիմություն, այս իշխանությունը իր լեգիտիմության փշրանքները փնտրում էր 4 տարբեր ուղղություններով։ Առաջինը դա միջազգային հանրություններ, որոնց տարիներ շարունակ այս իշխանությունը կերակրում էր այն ստով, թե իբր նա գնում է դեպի Եվրոպա, թե իբր նա սերտ համագործակցում է Ռուսաստանի հետ, թե իբր Հայաստանը շարունակում է վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Հիմա այս վերջին գործողություններից հետո ռեժիմը բացարձակապես կորցրեց թե արևմուտքի, թե արևելքի աջակցությունը, ինչը նրա համար կենսական նշանակություն ուներ իշխանությունը պահպանելու առումով։ Ուրեմն նա կորցրեց իր լեգիտիմության այն պաշարը, որը կապում էր դրսի ուժերի հետ, քանի որ ներսում նա այդպիսի պաշար երբեք չի էլ ունեցել։ Երկրորդը, իշխանությունը որոշակի լեգիտիմության հույս ուներ նաև Լեռնային Ղարաբաղում։ Եվ Ղարաբաղը թյուրիմացաբար կարծելով, թե Ղարաբաղցի նախագահը կլինի Ղարաբաղի անվտանգության գլխավոր երաշխավորը, հիմա Ղարաբաղն էլ հասկանում է, որ Ղարաբաղցի նախագահը տվյալ դեպքում որևէ նշանակություն չունի։ Ղարաբաղի գլխավոր երաշխավորը Հայաստանն է և Հայաստանի ժողովուրդը։ Իսկ Սերժ Սարգսյանը իր ռեժիմի հետ միասին Հայաստանը հասցրել է այնպիսի մի վիճակի, որ Հայաստանը չի կարող այլևս այս պահին չի կարողանում Ղարաբաղի անվտանգության երաշխավորի իր դերը լիովին կատարել։ Այդ բանը հասկանում է նաև Ղարաբաղը, և Ղարաբաղից գալիս են անընդհատ ազդանշաններ, հայտարարություններ, որոնք անվստահություն են հայտնում Սերժ Սարգսյանին և նրա ռեժիմին։ Երրորդ, Սերժ Սարգսյանը Հայաստանի հասարակությանը կերակրել է 4 բլեֆներով, 4 միֆերով։ Առաջին, թե իբր իր իշխանության տարիներին 2 անգամ կբարելավի մեր ժողովրդի կյանքը։ Մեր ժողովրդի կենսամակարդակը 2 անգամ վատացավ այս ընթացքում։ Մյուս միֆը, որ Հայաստանը, որ կկարգավորի հայ-թուրքական հարաբերությունները, կբացի ճանապարհները
կազատի Հայաստանը շրջափակումից, կհաղթահարի շրջափակումը եւ երկիրը կմտնի տնտեսական զարգացման փուլ։ Դրա փոխարեն այդ ճանապարհները ոչ միայն չբացվեցին, ոչ միայն Հայաստանի մեկուսացումը չվերացավ, այլ դրա փոխարեն մենք վճարեցինք մի գին, որը բարոյական մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Սերժ Սարգսյանը ուղղակի ուրացավ հայոց ցեղասպանությունը։ Սա էր նրա այդ նախաձեռնության միակ արդյունքը։ Երրորդ, երկիրը այնպիսի մի ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում այլևս նույնիսկ ապահովել իր իշխանության գլխավոր պահապանների շահերը։ Խոսքը գնում է իր կլանի, իր ներքին կլանային շահերի, խոսքը գնում է ուժային կառույցների մասին, որոնք աջակցել են նրան այսքան տարիներ շարունակ։ Նա դա էլ չի կարողանում այլևս ապահովել։ Եվ հետևաբար այս իշխանությունը այնպիսի կորուստներ ունի արդեն ռեսուրսների առումով, որ եւ այնքան թուլացած է, որ շատ կարճ ժամանակ հետո նրա լիակատար տապալումը դառնում է անխուսափելի։ Մեր խնդիրն է պատրաստ լինել ցանկացած պահի, իսկ մենք կարծում ենք, որ դա առաջիկա մի քանի ամիսների հարց կարող է լինել ընդամենը։ Մենք պետք է պատրաստ լինենք այդ պահին վերջնականապես տապալելու այս հանցագործ ռեժիմը, վերականգնելու Հայաստանում սահմանադրական կարգը եւ ապահովելու երկրի կայունությունն ու անվտանգությունը։ Սա պետք է լինի թե քաղաքական ուժերի, թե քաղաքացիական ամբողջ հասարակության գլխավոր խնդիրը առաջիկա ժամանակաշրջանում։ Ինչ պետք է անել։ Ինչ մենք պետք է անենք այս իրավիճակում։ Նախ եւ առաջ անհրաժեշտ է ապահովել ամբողջ հասարակության լիակատար կոնսոլիդացիա։ Սա անհրաժեշտ է, եթե մենք մտածում ենք Հայաստանի ապագա կայունության եւ բարեկեցության մասին։ Իսկ դրան լիովին հնարավոր է հասնել։ Եվ մենք կանցնենք, պետք է անցնենք այդ կոնսոլիդացիայի 3 մակարդակ։ Նախ եւ առաջ երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերը, բոլոր քաղաքական ուժերը պետք է գան կոնսոլիդացիայի։ Խոսքը գնում է իհարկե առաջին հերթին ընդդիմադիր ուժերի մասին։ Ընդդիմադիր կուսակցությունները պետք է կարողանան վեր կանգնել ցանկացած ներքին հակասություններից եւ համախմբվել գլխավոր մի խնդրի շուրջ։ Նույնը պետք է տեղի ունենա քաղաքացիական հասարակության մյուս բոլոր կառույցներում։ Մենք պետք է ձևավորենք մի օրակարգ, Հայաստանում պետք է հրապարակվի մեկ օրակարգ։ Դա Սերժ Սարգսյանի հրաժարականն է եւ նրա կլանի հեռացումը իշխանությունից։ Եվ որպեսի այս օրակարգը դառնա բոլորինս, եւ որպեսի մենք կարողանանք այս օրակարգով շարժվել առաջ եւ լուծել խնդիրը, պետք է պայմանավորվենք մի քանի նվազագույն փոխգործողության մի քանի նվազագույն պայմանների մասին։ Քաղաքական ուժերը, քաղաքացիական բոլոր նախաձեռնությունները, քաղաքացիական բոլոր միավորները այլևս վաղվանից սկսած պետք է դադարեն մեկ-մեկու քննադատելուց եւ թիրախավորելուց։ Կա մեկ թիրախ, դա Սերժ Սարգսյանն է։ Կա օրակարգի մեկ հարց, դա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն է։ Ցանկացած քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, որը ռեժիմին թողած կքննադատի ընդդիմադիր որևէ կուսակցության կամ ընդդիմադիր ցանկացած ուժի, կնշանակի նա նպաստում է ռեժիմի կյանքի երկարացմանը եւ աշխատում է ռեժիմի օգտին։ Ցանկացած քաղաքական ուժ, որը կքննադատի քաղաքացիական նախաձեռնություններին տարբեր սխալների համար,
կնշանակի, որ նա ծառայում է ռեժիմի նպատակներին։ Քաղաքացիական շարժումները իրենց հերթին ակնհայտորեն պետք է հասկանան մի բան։ Եվ այս վերջին իրադարձությունները դրա լավագույն ապացույցն են։ Որևէ բան պահանջել այս ռեժիմից, բացի հրաժարականը, պարզապես անիմաստ է։ Բոլորովին վերջերս, ընդամենը 3, Հայ ազգային կոնգրեսը ներկայացրել էր երկրում կոռուպցիան վերացնելու և հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիր։ Իշխանությունը դա մերժեց։ Կենսաթոշակային խնդիրների շուրջ համախմբված քաղաքացիները հետևողականորեն պահանջում էին, ահազանգում էին, որ ձեր ընդունած օրենքը ավելացնելու է արտագաղթը, ավելի մեծ հարվածներ է հասցնելու Հայաստանի տնտեսությանը։ Նրանք թքած ունեին այդ նախաձեռնության վրա։ Եվ այսպես շարունակ, խոսում եք տրանսպորտի գնից, շատ ճիշտ հարց եք բարձրացնում, բայց նկատի ունեցեք, տրանսպորտի գինը նրանք միևնույն է թանկացնելու են, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ բոլոր այս քայլերով մեծացնում են դժգոհությունը իրենց նկատմամբ, բայց նրանք շատ ավելի լավ հասկանում են մեկ այլ բան։ Եթե նրանք չգնան այդ քայլերին, նրանք պարզապես որևէ ռեսուրս չունեն, որպեսզի կարողանան ապահովել մինիմումը։ Նրանք կկորցնեն իրենց հարստության մի հսկայական մասը, իսկ հարստությունով վճարելու ցանկություն բոլորովին նրանք չունեն։ Ուրեմն, շատ լավ է, որ մենք ժողովուրդը բարձրացնում և հետևողականորեն հետամուտ է լինում այդ խնդիրներին, բայց միևնույն է, բոլորս պետք է գիտակցենք, որ այդ ճանապարհով, որ այս ռեժիմը միևնույն է այդ հարցերում որևէ զիջում չի անելու, հետևաբար օրակարգը պետք է լինի քաղաքական, հետևաբար պետք է ունենալ մի խնդիր և բոլոր էներգիան, ամբողջ էներգիան հասարակության, բոլոր ուժերը կենտրոնացնել այդ խնդրի լուծմանը։ Եվ նորից եմ կրկնում, այդ խնդիրն այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականն է։ Եվ մի երկու խոսք դեկտեմբերի 10-ի միջոցառման մասին։ Հայ ազգային կոնգրեսը ամեն տարի դեկտեմբերի 10-ին կազմակերպում է մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված այդ հանրահավաքը, կարճ և երթը։ Այս տարի նույնպես մենք դա կազմակերպել ենք։ Պետք է ուղղակի նկատի ունենալ հետևյալը։ Դա Հայ ազգային կոնգրեսի միջոցառումը չէ։ Դա բոլորիս միջոցառումն է։ Մենք հայտարարում ենք։ Ես հիմա այստեղից պաշտոնապես հայտարարում եմ։ Դա բոլորիս միջոցառումն է։ Դա Հայ ազգային կոնգրեսի, մյուս քաղաքական ուժերի, ազատամարտիկների, քաղաքացիական նախաձեռնությունների, որոնք պայքարում են տարբեր խնդիրների համար, դա բոլորիս նախաձեռնությունն է, համարեք, որ դա բոլորիս նախաձեռնությունն է, և այդ օրը բոլորս համախմբված, որպես մեր կոնսոլիդացիայի առաջին քայլ, պետք է համախմբված այստեղ հանդես գանք և ցույց տանք, որ մենք բռնել ենք մի ճանապարհ, որը շատ շուտով ավարտվելու է ժողովրդի հաղթանակով։ Շնորհակալություն։